Ուրուկի արքա Գիլգամեշը, երբ որ իր ընկերոջը Էնկիդուին կորցնում է, սկսում է մտածել մահվան մասին, անմահության մասին, այդ ժամանակ մարդիկ արդեն ապրում էին 120 տարի եւ ինքը երբ որ իմանում է, որ Ուտտափիշտիմը Նոյը 600 տարեկան է եղել, երբ որ ջրհեղեղից փրկվել է, ու հլմի 200 տարի էլ ապրում է, գնում է, որ Նոյին գտնի, Ուտտափիշտիմին գտնի ու հարցնի անմահության գաղտնիքը։ Եվ այդ Գիլգամեշի էպոսը նկարագրում է ճանապարհը, թե ոնց է ինքը գալիս Հայաստան, գալիս դեպի Մաշու լեռները եւ այնտեղ գտնում է Նոյին, Նոյից հարցնում է անմահության գաղտնիքը, Նոյն էլ ասում է անմահություն չկա, անմահություն մի փնտրի, եւ Գիլգամեշը այտենց գալիս է, վերադառնում է եւ արդեն համակերպվում է այն մտքի հետ, որ պետքա մահանա։ Դե ըստ որոշ տեղեկությունների 126 տարի է ապրել Գիլգամեշը, բայց այստեղ նույնպես տեսնում ենք ապացույց Նոյի մասին, Մասիս լեռան մասին, որ Նոյը Մասիս լեռան մոտ էր ապրում, երբ որ ինքը գալիս է Նոյին գտնելու, այնպես որ ժողովուրդ ջան, տապանը Արարատի վրա է, տապանը Արարատում է։